Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլգերսոն, օր մայիսի 31։ Արեք այս 3 բանը։ Իսրայելի փորձության մեջ Աստված նրանց ասաց անել այս 3 բանը. մի վախեցեք, անսասան կանգուն մնացեք, տեսեք Տիրոջ փրկությունը։ Աստված կոչ արեց Իսրայելին. ես կպայքարեմ ձեզ համար, դուք պարզապես պետք է լռեք և ամեն ինչ թողնեք իմ ձեռքերում։ Ես հիմա գործում եմ գերբնական ոլորտում, ամեն ինչ իմ վերահսկողության տակ է, այնպես որ խուճապի մի մատնվեք։ Վստահեք ինձ, որ ես եմ կռվում թշնամու դեմ, այս պայքարը ձերը չէ։ Ելից 14:13-14 խոսքեր։ Շուտով ճամբարի վրա մթնշաղ իջավ։ Դա Իսրայելի համար մութ ու փոթորկալից գիշերվա սկիզբն էր, բայց նաև Աստծո գերբնական գործի սկիզբը։ Նա ուղարկեց մի հզոր հրեշտակ, պաշտպան, կանգնելու իր ժողովրդի և նրանց թշնամու եգիպտացիների միջև։ Ես հավատում եմ, որ Աստված դեռևս հրեշտակ պաշտպաններ է ուղարկում ճամբար բոլոր նրանց շուրջ, ովքեր սիրում և վախենում են նրանից։ Տերը նաև գերբնական ամպ բերեց, որը տվեց Իսրայելին նրանց առաջնորդելու համար։ Ամպը հանկարծակի տեղափոխվեց իսրայելացիների ճամբարի առջևից դեպի ետևը, եգիպտացիների առջև բարձրանալով ինչպես սև պատ։ Մյուս կողմից ամպը գերբնական լույս էր տալիս, այնպես որ իսրայելացիները ամբողջ գիշեր հստակ տեսանելիություն ունեին։ Նույնիսկ եթե փարավոնի բանակը լիակատար խավարի մեջ լիներ, նրանք դեռ կարող էին բարձրացնել իրենց ձայնը և սպառնալիքներ հնչեցնել ամբողջ գիշեր։ Սակայն կարևոր չէր, թե որքան բարձր էր թշնամին սպառնում Իսրայելին։ Մի պաշտպան հրեշտակ կանգնեց նրանց պաշտպանելու համար, և Աստված խոստացավ իր ժողովրդին, որ նա կօգնի նրանց մինչև վերջ։ Ինչ պատճառ կարող էր ունենալ Աստված այս սարսափելի գիշերը թույլ տալու համար։ Կար միայն մեկ պատճառ. Տերը ձևավորում էր երկրպագուների։ Նույն կերպ նաև այսօր նա հրեշտակների բանակ է դրել ձեր և սատանայի միջև։ Նա կոչ է անում ձեզ ինչպես Իսրայելին. մի վախեցեք, անսասան կանգուն մնացեք և տեսեք Տիրոջ փրկությունը։ Սատանան կարող է գալ ձեր դեմ, բայց ձեր մութ գիշերվա ոչ մի պահին նա չի կարողանա վնասել ձեզ։ Տերն է իրենների պաշտպանող վահանը։